Վարդան Ղուկասյանին 24 ժամ սնունդ չեն տվել, չեն թույլատրել փոխել հագուստը, նրա նկատմամբ դրսևորվել է անմարդկային վերաբերմունք։ Ահա զանգում է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալություն գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել եւ հիմնավորումն է նույնպես ապօրինի, այսինքն այդ գործընթացի վերաբերյալ այս դատական ակտը չի անդրադարձել, որովհետեւ այս դատական ակտով, որը տեսեք, մեզ տրամադրել են մարդուն զրկել են 2 ամսով կալանքից, տրամադրում է քաղվածք։ Այդ նույն դատավորը պարտավոր էր երեք այդ որ նիստը ավարտվեց, այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից։ Փաստաբանի խոսքով ակնհայտ է, որ գործ ունեն պատվիրված ու շինծու գործի հետ, ամբողջ նպատակը քաղաքը գլխատելն է, Գյումրիի անդորը խաթարելը։ Որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավորել հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Այս իշխանությունը դատական ակտերով համատարած մտնում է բոլոր ընդդիմադիր գործիչների տներ ու գաղտնալսում նաև ընտանիքի անդամներին։ Վարդան Ղուկասյանի օրինակով ենթադրում է Զարուհի Փոստանջյանը։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։ Իշխանության խնդիրը ընտրված քաղաքապետին վարկաբեկելն է, էժան կաշառք վերցնող, ահտ շրթող ներկայացնելը։